Ողջույն Կորձարալալիքի եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է։ Մենք խոսում ենք հայրենադարձության մասին, հայրենադարձների հետ։ Այսօրվա մեր հյուրն է Վիկեն Օհաննեսյան, ողջույն Վիկեն ջան։ Բարև ձեզ։ Դուք եկել եք Ֆրանսիայից։ Երբ եք որոշել հայրենադարձել եւ ինչի համար։ Ես որոշել եմ 21-ին 2021-ին Արցախ պատերազմից հետո, այսինքն 5-6 ամիս հետո, այդ Արցախի պատերազմի ժամանակ ես Փարիզում ապրել եմ, աշխատել եմ ու այդ ժամանակ շատ վատ վիճակ էի այդ պատերազմի համար, որովհետև ես տեսել եմ, որ 20 տարեկան երիտասարդ երեխաների սովեցա Արցախի դաշտի ու մտածել եմ, ես ինչ անեմ ես աշխատում եմ Փարիզում հանգիստ արդեն համալսարան հավարտել եմ մի քանի տարի առաջ իմ ընկերության բացել եմ ամեն ինչ լավ է բայց հետո մի բան հանգիստ չէի այդպեսի ու հետո մի քիչ Դուբայ եկել եմ ապրել շարժումա իմ միտքը ու մայիսի 21-ին մայիսի ամիս որոշել եմ, որ լավ մի ամիս կգնամ Հայաստան ու կփորձեմ եթե ապրելու համար, գործելու համար լավ է, եթե կարողեմ ապրել եւ աշխատել remote աշխատել ու հերական որոշել եմ, եկել եմ Ձեր առաջին այցն էր, թե եկել եք Չէ, առաջին անգամ, որ Հայաստան եկել եմ 2013 թիվ իմ ընտանիքի հետ Զբոսաշրջիկ որպես նայելու Հայաստանը ինչ Այո, նայելու ինչի բան իմ հայրիկ 60 տարեկան նվիր է 60 տարեկանի նվեր է գարել Բաբային, մաման եկավ Հա, միասին Քույր եղբայր ունեք Քույր, մեծ քույր 13-ին առաջին այցերից էլ ընդհանրապես Հայաստանից չգիտեիք Չէ, ոչ մի բան Ոնց էր առաջին տպավորությունը Երկու բան Շատ լավ եւ շատ վատ Շատ լավ, որովհետեւ հասկանալի է ինչ է Հայաստանը Հայաստանի Հանրապետություն երկիրը որ մինչև այդ ժամանակ Հայաստանը միտքը տեղը հայրենիքը մեծ պապիս մամիս երազանքը երբ որտեղ ծնվել են Արևմտյան Հայաստան բայց այս հանրապետության ուրիշ միտքը ու իմ համար տարբեր բան է ու սա շատ կարևոր է լեռների, գետների, դաշտերի բան սիրուն բնություն տաք մարտի Արարատ ամեն ինչ Էջմիածին հա բոլոր առաջին անգամ Հայաստան package Դեչես կարաչի հուզվես բայց հետո այդ ամեն ինչ որ վատ էի այդ ժամանակ կոռուպցիա, շատ փոխչիկա, շատ վատ ապրում են մարդը, հին տեղը, հարուստ ճանապարհ, բան, այսպես։ Բայց այդ ժամանակ փոքր էի, 22 տարեկան էի, համալսարան ժամանակ էի, բժշկական համալսարան ու չեմ կարելի մտածել, որ վերացան, հա, այդ ժամանակ բժշկություն եք սովորում։ Այո, Լիոնի բժշկական համալսարան արդեն 10 տարի։ Ու ձնվել եք ուր։
Լիոն ծնված եք։ այո, բայց մտածել եմ, ասա ուզում եմ ասել, որ մի կետ կարևոր է, ես մտածել եմ մի ուրիշ քաղաքը Լիոնի մոտ, որ անունը Դեսին։ Չեմ գիտեր եթե շատ գահայ այնտեղ չէ։ Ահա, եթե ֆուտբոլային խումբ էլ։ Այո, ֆուտբոլային խումբը Ջորքայվ այնտեղ այդպես է։ Ու այդ փոքր քաղաք 1930 թիվ գա մի հատ գործարան, այսինքն պլաստիկ գործարան, բայց շորերի համար, որովհետև Լիոն շատ հայտնի պլաստիկ կամ շորերի գործարան է եւ Metax գործարան ու բացել են մի մեծ գործարան ու պիտի գտնել նոր աշխատողների ու շատ հայերին եկել են այնտեղ ապրել այս համար որ շատ հայ կա այդ ժամանակ մինչև 30-40% հայ են դեսինը բայց փոքր գյուղ կա այսինքն 5000 հոգի այնտեղ ապրին հիմա չգիտեմ 30-35,000 հոգի բայց շատ այդ հայերի որ գործարան աշխատողների են իրա միտքը չգիտեմ ինչու բայց հայ ազգի համար շատ ուժեղ է ու ամեն ինչ ստեղծել են եկեղեցի ակումբ մարզանքի տեղ քաղաքական բժիշկներ ամեն ինչ եկա ու արդեն մինչև 72 մենք ունենք առաջին ցեղասպանություն արցան Եվրոպայում առաջին ցեղասպանություն արցան այո ուշացան դեսինում ու այդպես շատ մեծ է ու հետո այդ խումբը շարունակեին մինչև եվրոպական խորհուրդ 87 որ ցեղասպանություն ճանաչել են որ շատ ուժեղ մարդ են սա շատ կարևոր է Ջորքայվն այո ու շատ ուրիշ մարդ բայց իմ համար իմ կյանքը այդ փոքր քարակ շատ կարևոր է ու հայ ազգի հայերի պատմությունը այդ քաղաքը կարևոր է որովհետև ցեղասպանությունի համար գիրգիտնին շատ են աշխատել այս համար դեսին Լիոն 2013 առաջին անգամ եկել եմ հետո ավարտել եմ հետո 21-ին նորից 18-ին նորից եկել եմ հերափոխություն հետո մի ամիս հետո բայց իմ թրիշկը առնել եմ մի քանի ամիս առաջ չէի գիտեմ այդպես հերափոխության համար չեմ պլանավորում այդպես լինի բայց ուրախ էի ու այդ ժամանակ առաջին անգամ որ մտածել եմ կարող ես միգուցե եթե երկիրը փոխվում է ու մարդը ուզում են փոխել իր երկիրը սա շատ կարևոր է դե հետաքրքիր է որովհետև մինչև այդ ժամանակ ոնց մտածեինք Ֆրանսիայում կամ Սփյուռքում որ Սփյուռքը
ամենալավ մարդը, ավելի ակտիվ, ամեն ինչ անեի, բան, ցեղասպանություն, ամենտեղ, լոբի, բան, բայց այդ ժամանակ Հայաստանում երիտասարդները եւ ժողովուրդ փոխվել են, որոշել են, որ ուզում են ավելի լավ ապրեն ու փոխվել։ Հիմա համար սա շատ հետաքրքիր ժամանակ է, որ հասկանում է, միգուցե ոնց շանս կա, ոնց մտածել են, միգուցե իրականություն ուրիշ է ու շանս կա այդ երկրի համար, որ ավելացնել։ Այդ ժամանակ այդպես մտածեի, որ կարող ենք ապրել, միայն ապրելու համար, քաղաքական բան չեմ գտնել խոր, բայց որ ապրելու համար ավելի քիչ լավ, օքեյ։ Դե առաջին ամիսները շատ հույսեր կան։ Շատ հույսեր կան։ Հետո ուրիշ չխոսանք հիմա։ Հավանաբար դուք որ եկաք այստեղ 21 մայիսին, չէ, 2021-ի մայիսին։ Այո։ Դուք գիտեիք ինչ պիտի անեիք, կորց, բան, թե որ ուղղությամբ պիտի գնայիք, որ դունը պիտի ապրեիք, այդ բոլորը պլանավորված է։ Չէ, ոչ մի բան։ Իմ պլան մի ամիս է։ Ես իմ Թոմսը մի ամիս որոշեմ, որ մնում եմ ստեղ մենակ։ Ու ուզում էի մենակ ամեն տեղ քայլենք գնալ բայց պիտի նայեք նաև ինչ պիտի կործանեք, չէ։ Բայց այդ ժամանակ գործ ունեի ու միայն ուզում եմ հաստատել, եթե Wi-Fi լավ գա, հերակա պիտի աշխատի։ Այո, եթե հասկանալի է։ Շատերն են այսպես։ Այո, այդպես կոմպյուտերով, Wi-Fi-ով ժամ գետվան հանգիստ, եթե ավանում է մարդ շատ լավ է։ Բայց այդ ժամանակ ավելի ուժ զգոհություն ունեի, որ ուզում եմ, ոչ որ գալելի է, գալելի է, օքեյ, վերջ, բայց ուզում եմ գալ ու ապրել։ Ու մի վերջին օրը որ ստեմ մայիսի 28 անկախության օր այստեղ ասում են առաջին հանրապետություն օրը, բայց գիտեք որ մենք ասում ենք Սփյուռքում անկախություն օր։ Ուզում էի տեսնել ինչ կա, ինչ չկա այդ օրը Հայաստանում, որովհետև մենք Լիոնում հայերի միություն ամեն տարի ստեղծել մի մեծ միջոցառում համերգ բան ու ես միշտ եկել եմ իմ ընտանիքի հետ ուստեղ շատ սահմանելի եմ որ ոչինչ չեղավ չեմ դեսել ասեմ բայց որտեղ ամեն ինչ որ իմ միտքը այսպես լինի շատ ժամանակ չգիտեմ պետություն խոսքը միասնություն դրոշակների համերգը բան ոչ մի բան չկա ու շատ դոխուլ էի բայց մի բան կա այսինքն Գարինի բարերու ազգային բարերու խումբը ստեղծել է մի միջոցառում Գենոսյանում Գագի Գենոսյանի խումբը որ Սարդարապետի տեղը ու հետո ես իմ առաջին անգամ որ ազգային բարերի գնացինք փորձել եմ ու հույս եք տեսել այնտեղ հույս եք տեսել հատկապես որ երիտասարդներ են մեծ մասը եկողներում այո շատ հույս տեսել եմ ու դեռ ես զգում եմ այդ հույս
Գագիկ Գինոսյանի հետ խոսել եմ մի քիչ ու ոնց տեսել եմ այդ երիտասարդ, որ ուզում են ապրել Հայաստանում ազգային կյանքի արժեքներով Այդ 100% կա, բարեփոխտապար էդա որ մեզ հույս է տալիս ու երիտասարդների մեջ աչքերի մեջ տեսնում ես որ այդ ազգասիրությունը կա ուզում են բայկարեն, ուզում են հասնեն ավելի լավ Հայաստանի ու դրանով ան որ ստեղ ապրում է գտեսնի այդ որ հերույ ապրում կարծում է ինչ որ pedagogan այդ pedagogan գարուսները ինչ որ անում են էդա սխալ է այդ պետությունները գալիս են ղեկավարներ գնում են իսկ ժողովուրդը մնում է հատկապես երիտասարդությունը ինչ որ մտածում է երիտասարդությունը հետո լինելու է միանշանակ ու դա մեզ հույս է տալիս ճիշտ է ու այս ժամանակ որոշել եմ ասել վերջ պիտի վերադառնամ ուզում եմ այդ երիտասարդների հետ ապրել, շփվենք ու իմ կյանքը նպատակ հիմա հասկանում եմ մի քիչ ավելի հասկանում եմ այսինքն դնից աշխատում եք ձեր հերագա կորձը դրսի հետ ու սովորական կյանքում ծանոթացել եք արդեն խմբերի ու երիտասարդների ու դրանց հետ շփվում եք դուք չունեիք ստեղ ընկեր կամ բարեկամներ ոչ չէ ստեղ ծանոթացաք բոլոր ու դուք ամուսնացած չեք եւ որ եկաք չէ ոչ մի բան մի բայց հույսով այդ ժամանակ երկու հատ ընկերներ ունեին որ մի քանի տարի առաջ ճանաչել եմ ու ստեղին մի հատ որ Հայաստանից է բժիշկ ու մի հատ Ամերիկայից որ տեղափոխվել է այդ ժամանակ ու այդ երկուսինը շատ հավանում եմ իրան մոդիկ հետ ընկերություն խոսում էինք ու հետո հասկանում եմ որ հա օքեյ եթե այդպես է կարելի է մի երկու մարդ կա որ գիտեմ 100% մինակ չենին բայց անդանիկ ոչ մի բան ծնողների քույր ոչ մի բան բայց հեշտ է թողել Ֆրանսիա լիքը ընկերներ լիքը ընտանիք գալ ստեղ 3 հոգու հետ համարյա շփվել այդ ոնց է այդ որոշ շատերը դրանից են վախենում բայց շատերն էլ ասում են որ եկա ստեղ դեսա ուրիշ դեսագի մարդիկ ուրիշ արժեքներով ուրիշ մոդեցումներով քան ինչ որ մենք ընկերներ ենք կոչում ես էլ Եվրոպա ապրած ենք Եվրոպայի շատ սառը ընկերություն է շատ հարազատություն չի կա եկեք իրականությունը ասենք ունդերից որ ստեղ են տեսանք որ չէ ընկերությունը նաև գլինի սենց ավելի հարազատ ավելի հասնող ավելի չերմ ոնց եք տեսել այդ տարբերությունը ես 1000 անգամ այստեղ կյանքը ավելի լավ է իմ համար որ կյանքի արժեքը գա ու կյանքի ուրախություն եւ դխրություն գա միասին ու այսպես ավելի alive ողջ կմնաս հավասարակշռված balanced բայց բան որ գնա այդպես է Փարիզում Ֆրանսիայում մտածեմ որ մի քիչ այսպես է գիտես կյանքը ամենօր կյանքը ու հիմա համար որ ես նպատակ ունեմ որ ազգային կյանքը ուզում եմ ապրել ուրիշ խնդիրը չեմ տեսել ու ոչ չեմ տեսել բայց որոշել եմ որ այդ խնդիրների փոքրը մեծ խնդիրը Հայաստանի վիճակը խնդիր վայ ապակա սա իմ
խնդիրը որ ուզում եմ մի քիչ շփվել բայց այդ 21-ին հետո մի տարի եկավ մինչև տեղափոխվել եմ այսինքն 22-ին վերջ տեղափոխվել եմ Մեջ այլոց ասենք որ դու հայերեն չէիք խոսում Չէ, ոչ մի բան Ոչ մի բան չէիք խոսում Ոչ մի բան Ինչպես շատ ֆրանսահայեր Այո, այդպես մի քանի բար, բայց այսպես չեմ կարող խոսել, չեմ կարող ոչինչ հասկանալ Դաս եկել եմ Այո, գիրք դաս on-line-ով Հիմա հաստատ 100% լավը չի, գիտեմ, բայց Դա հասկանալի է արդեն այսօր ինտերվյու է գանում Այո, ուրախ եմ, այդ շատ ուրախ եմ, որ կարող եմ խոսել այդպես բայց հա, ճիշտ է Ֆրանսահայ գիտես իմ համար մի քանի խնդիր կա ազգի մասին ենք խոսում Առաջինը Ֆրանսահայ է մենք ասում ենք Ֆրանսիայի մեջ որ մենք ֆրանսերեն ասեմ français d'origine arménienne այսինքն ֆրանսացի հայկական արմատով այո որովհետև Ֆրանսիայում ասիմիլացիա երգիրը ամենաշատ այո որ պիտի Ֆրանսիայի դառնա մինչև հիմա ու մեր ծնողների պապիկ դադիկ այդ ժամանակ ասել են եթե ուզում ենք լավ ապրենք գործ ունենք ֆրանսերենի հետ ապրել պիտի ասիմիլացիա բայց դուրսից բայց ինչ որ կարող ենք պահել մշակույթ հայրենասիրություն եւ առանց լեզու բայց առանց լեզու ոնց մշակույթ պիտի բայց առանց լեզվի հա շատ կոնտրաստ այո կոնտրաստ շատ դժվար է ու այս process-ը մտածում եմ որ ցավալի է որ չգիտեմ Թոգոսը միգուցե 70-80% որ հայ ազգեն որ հայ արյուն ունեն արդեն հայ չեն մտածել որ հայ չեն միան ազգանունով են հայ միան ազգանունած բայց ուրիշ բան չի կա ու այսպես շատ ընտանիք կա որ հայրեն ամեն օր չեն խոսում ավելի շատ կա որ Լիբանանից կամ Սիրիայից հետո պատերազմի հետո եկել են 60-70 տարի վերջ ասիմիլացիա հա հետո հա այդպես է այսինքն 100 տարի Ֆրանսիայի ապրում հիմա ես շատ տեսնում եմ որ մեր ազգի մեր ժողովուրդ շատ դժվար պահել իր ազգի այդ կոնտեքստ այդ սիմիլացիա կոնտեքստի Այսա համար որ ես շատ հավատում եմ որ պիտի դրափոխվել ստեղ միակ բրգությունը դրափոխվելով է դուք եք զգացիք նայեցեք առաջին հերթին այսքան դարի է ծնվելուց դուք հայերեն չեք խոսում եկեք արդեն առաջինը բրգեցիք ինչն է ձեր լեզուն խոսացիք երկրորդը ձեր մադի վրա մադանի տեսայի այդ ինչ էր հա մեկ ամիս առաջ ամուսնացած ստեղի հայաստանցի չի հարցախցի դե արդեն հայաստանցի հա բայց Հայաստանի Հանրապետություն չի հա երկրորդ բրգությունն է դել հա so հա շատ ուրախ եմ երազեր հա երազեր հա շատ ուրախ եմ շատ դոխոր վիճակը իրան 20-ից եկելա 20-ից պատերազմ բայց մինակ միայն իր
երբարի հետ բայց ամբողջ ընտանիք մինչև 23 այնտեղ ապրեի հա so տեսնում եմ ամեն օր ինչ է մի քիչ բարբարով Արցախի պատբարով հասկանում եմ մի քիչ բայց հետաքրքիր է ու հետաքրքիր որ մենք Արևմտյանի Հայաստան ընտանիք Իրան Արցախից ընտանիք հիմա ես ոնց տեսնում եմ որ մենք նույն վիճակի ենք այսինքն մեր օրը չունենք հիմա մեր դունը չկա չեն կարող ապրել մեր արմատների երգիր ու այստեղ հիմա բայց մի բան ուզում եմ ասել մեր սփյուռքում ընկերները հա որ շատ մարդ կա ասում են որ Հայաստան Հանրապետություն մեր հողի չի ուրիշ Արևմտյան Հայաստան օքեյ է բայց այստեղ մենք մերը չէ բայց ոնց մեր չէ եթե Կալիֆոռնիա այս ապրում Նյու Յորք ասում է կոնոչի Փարիզում եւ Լիոնում է կոնոչի դա նույնպես է հեսա որ այսօր մի փոքր հողը պահել ենք այդ ամենամեծ հայրենիքը մի փոքր հողը պահել ենք եթե ուզում ենք հայրենիքի ապրել այսօր միայն Հայաստանի Հանրապետությունը կարելի է ու եթե ուզում ենք որ մեր հայրենիք մեր ազգը մեր հանրապետություն ավելի ուժը առաջին քայլը պիտի այս երգիրը այս պետություն ավելացնել որովհետև առանց ուժեղ պետություն առանց ուժեղ տնտեսություն մշակույթ ազգասերությունը ուրիշ բան չես կարող ասնել բայց բոլոր ես շատ եմ լսում նաև ցեր նման բոլոր իրենց գասենք որ այսօր հենց Եվրոպայում հենց Ֆրանսիայում բրետոնը ուզում է իր անկախ երգիրը ճունի ու չի ունենալու չգիտեմ բասկերն են ուզում կատալաններն են ուզում չեն ստանում ոչ մի դեպքում ջնշում են իրենց ինչքան կարող են իսկ մենք ունենք ու հերվից պիտի սկսենք խոսալ որ չէ մենք Արևմտյան Հայաստանն ենք նախընտրում այդ բոլորը абսուրդ խոսակցություն է ունենք այս դարածքը պետք է ամեն ուժով բահենք թե չգտրի շուտով մեր ցերքից այդքան վատ հարևաններ ունենք վայրենի որ մենք իրավունք չունենք այդպես մտածելու պետք է ցեր նման կալստեղ ու ապրել ամենամարդ իր ցևով լեզու չիմացող նույնիսկ վիկենը եկել է 2 տարում լեզու է սովորել ամուսնացել է վաղ երեխաներ ունենա ու այս երգիրը կհզորացնի ու բոլորս կարող ենք այդ ամեն ինչը անել չգարչած մնանք մեր ընդեղի չգիտեմ կորձին կամ ինչ որ մեկը հարուստա բոլորը կարող են քալ թեգուս 100% չմնալով ինչ որ մի բանով ստեղ օգնել ես շատ եմ քննադում ցեր նման մարդիկ հատկապես գրկնագի քնահանդանք է որովհետև լեզու չգիտեիք ու Ֆրանսիայում հանգիստ ապրում էիք դեն չի որ չգիտեմ Սիրիայից եկաք կամ Իրաքից եկաք այս դեսագը ցեր մարդու գրկնագի ուժեղա իր հայրենասիրությունը որ որոշել է եկել է ասել է որ պիտի մնամ այսօր ամեն միջոցառումներուն ցեզ տեսնում են երևի բոլորը այդ հայրենասիրական ազգային բարերի եկեղեցիների փագերում ուր դենց բանգա վիկենն դեղա ու այսօր իր ամուսնացած զույգով հզոր ու ուրախ ապրում է Հայաստանում մի բան էլ եթե մի քիչ ժամ ունենք առաջին քայլը որ անել եմ երբ եկել եմ ստեղ առաջին քայլը քաղաքացիություն
ունեցել եք վերցրել եմ մի քիչ դժվար process է այդ ժամանակ բայց առաջին քայլը էսա հիմա մար որովհետև ուզում էի ասել որ ես հայ եմ արդեն չեմ ուզում որ Ֆրանսա հայ կամ արմատներով բան չէ վերջ ես շատ ուրախ եմ որ կարող եմ ասել ես հայ եմ բայց Ֆրանսիայում ծնվել եմ ագարակը ու էսա շատ կարևոր է ու մի ամիս հետո 22-ին եկել եմ առաջին անգամ Արևմտյան Հայաստան գնացել եք այո առաջին անգամ 3 օրը վան Անի վան Քարս մինչև մուշ հետո Քարս հետո վերադառնանք հետո մյուս տարի 23-ին Բարսելոնան Հարարատ ոչ մի բան քայլարշավ եկել եմ Ֆրանսիայում բայց երբ եկել եմ Հայաստան լերների եկել եմ քայլարշավ ամեն շաբաթ կիրակի ու մինչև Արարատ Բարսելոնա շատ մեծ բանի այդ ժամանակ ուրախություն ուրիշ բան ուրիշ իրականում ուրիշ ձևի որը հետո ուրիշ մարդ հիշնելա ուրիշ հայ տանեմ ավելի ուժեղ հայ տանեմ ոչ թե ցեվով որ Ֆրանսիայում եք հայ այստեղ ավելի լիցքավորվում եք ամենօրյա ձեր արշավներով բարերով ժողովուրդով շատ կարևոր է այսօր լսում ես այստեղ այսին լիցքավորում է քո համար հերուն մնալը ես գիտեմ ոչ մի բան չի տալիս եթե երբ ժողովուրդը իր հողի չի ապրում հետո disconnect անչափվում է բայց երբ նորից արմատներ գալիս է ձեր հողի ու ամենտեղ տեսնում եմ ամեն տեսել եմ այսինքն Սևան, Լորիդ, Հավուր, Սյունիք վան Սիփան Բարսելոնամ Արարատ մուշ այնտեղ հետո մի քիչ ավելի հասկացա մի քիչ արժեքը երկրի արժեքը բահբանելու այո պիտի տեսնեն ինչ ունենք ու ինչ չունենք հիմա բայց հիմա որ ինչ ունենք շատ թանկ կարեմ ասել շատ թանկ արժեքավոր պիտի հասկանալ որ եթե մարդը չեն գալիս ստեղ 2 միլիոն շատ քիչ է շատ գործ որ ամեն դեղ գործ կա ստեղ եթե ուզում ես աշխատել բան կա որ կարող ես ավելացնել այս երկիրը ամեն մարդ որ գալիս է ստեղ իր փորձը բերի մի քայլ առաջ այս երկիրը գնա մարդը մտածում եմ ինչ պիտի անեմ ինչ գործ ինչ չեն կարող փոխվել Հայաստանի ժողովուրդը ուրիշ բան բաժարները ինչքան ուզում ես կփռնես ինչքան ուզում ես կխոսես դրա մասին բայց տեսեք դուք եկել եք բոլոր մեր հյուրերը ամեն մեկը դարբեր մշակույթից է եկած դարբեր բնավորությամբ է եկած ու եկել է ու ինչ որ մի բան անում է դա մեր ուզածը սփյուռքին բոլոր հրավեր կա որ բոլորը կան ստեղ բոլորը ապրեն ծեր նման մեր նման ու կարողանանք այդ երազանքի երկիրը վերջապես ունենալ որով եթե չարժևորենք ինչ որ ունենք չունեցածներից կշատանա հետո որովհետև շատ շուտ կքան կվերցնեն շնորհակալ եմ Վիկեն ջան շատ լավ զրույցի համար շատ ուրախ եմ որ այսպիսի քայլեր եք ունեցել 3 կարևորները անձնակիր լեզու եւ ամուսնություն եք արել այստեղ
Դա ասվածոր լավարագիչ լինի ծեր ընկերներին դրսում։ Հույսով եմ հաջորդ հանդիպմանը կխոսանք ցեզ հետ ավելի մեծ ընտանիքով։ Շնորհակալ եմ։ Մերսի շատ,